Բարձր սարգելի գործընկերներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի եւ դարպասապահ Օգնեն Չանչարևիչի նախախաղային մամուլի ասուլիսը նվիրված առաջիկա Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպմանը։ Կխնդրեմ սկզբից հարցերը ֆուտբոլիստին, որպեսզի հասնի նաեւ նախապատրաստվել մարզմանը, այնուհետեւ հարցերը կլինեն գլխավոր մարզչին։ Շնորհակալություն։ Օգնեն, ուրախ ենք քեզ տեսնել Հայաստանում, ոնց ես։ We are happy you are back after a small break in national team. How is your shape? We see you play all matches in Serbian Superliga, and how you feel back in national team? Sorry. Like always, I am very happy when I'm here with my friends and with my people from the national team, and when I see all of you here. I'm in very good shape. I play, like you tell, all the games in the Super League, and I'm ready to help in any way our national team to get good results in these games. Hi, first of all, really proud to see you and really proud to be here in Armenia and Yerevan. What do you know about Kazakhstan? How tough is going to be this game? And maybe you know some players of the Kazakh team. Yes, I know many players of Kazakhstan. I think that Kazakhstan is one very tough, compact and quick team. We know their strength. We play before 2 years here also friendly game. We win 2-1. But was also very, very tough game. Same we expect tomorrow, and we are ready for this. They have many good players from young Stapaev, yes, Alip, Mali, many other guys. Sorry, I just now say name, but we know them very well, and we respect Kazakhstan a lot. Կան այլ հարցեր խաղացողին։ Եթե չկան, շնորհակալություն, խաղացողը գնա, անցնենք գլխավոր մարզչի հետ նախախաղային ասուլիսին։ Մերսի շատ։ Նաև այսպես նշեմ, Օգնեն Չանչարևիչը նշեց, որ ճանաչում է Ղազախստանի հավաքականից մի շարք ֆուտբոլիստների, նրանց հետ ժամանակին խաղացել է, շատ լավ ճանաչում է, ինչպես նաև առաջիկա խաղից առաջ բավականին լավ տրամադրվածություն ունեն, լավ պատրաստված են եւ պատրաստ են առաջիկա խաղին։ Այժմ հարցեր գլխավոր մարզչին։ Բարև ձեզ, Շավարժ Հարությունյան, պարոն Մելիքյան, այս երկու ընկերական հանդիպումներին մեր հավաքականը շեշտը ինչի վրա պետք է դնի, որպեսզի լիարժեք կերպով պատրաստ լինի ազգերի լիգայի խաղարկությանը։ Բարև ձեզ, այո, ունենք ուղղություն ինչ ենք ուզում ստանանք այս ընկերական խաղերին։ Առաջի հերթին ունենք մեծ փոփոխություն, ունենք վնասվածքներ, ունենք նոր ֆուտբոլիստներ, լավ առիթ է վերլուծելու տասված հաղթանակը, եթե չստացվի, ուրեմն հասկանանք ինչ խնդիրներ ունենք, որ դրա շուրջ աշխատենք եւ մեր պաշտոնական խաղերից առաջ հասցնենք առաջի հերթին աշխատել մեր սխալների վրա, երկրորդը անել այն, ինչը մենք ուզում ենք ստանալ աշնանը արդյունք։ Կառուցողական աշխատանք է եւ մենք ամենակարևորը ճիշտ ուղու վրա ենք եւ պետք է աշխատանք տանենք այս երկու խաղերը շատ լավ։ Այլ հարցեր։ Արմեն։ Արմեն Գարամյան, առաջին հալիկ, պարոն Մելիքյան, մոտավորապես 10 տարի առաջ Հայաստանի ազգային հավաքականը խնդիր ուներ, երբ ֆուտբոլիստները գալիս էին եւ չէին ունենում խաղային պրակտիկա, ու հարցի մյուս կողմն է, թե նրանք ինչպես են խաղում։ Շատերը նվիրված աշխատանքի շնորհիվ կարողանում էին լավ խաղ ցուցադրել։ Հիմա կարծես նորից այդ խնդիրը կա, կան ֆուտբոլիստներ, որոնք խաղային պրակտիկայի խնդիր ունեն, մարզումներ անցկացրել են արդեն, դուք ինչպես եք գնահատում նրանց վիճակը, արդյոք պատրաստ են որոշակի
դաթարից հետո կամ շատ քիչ խաղալով նման հանդիպումների պատրաստ կլինեն թե ոչ։ Դե առաջի խնդրեմը որ տենում եմ Ղազախստանում չեմպիոնատը գնում է, իրենք ավելի մարզավիճակը լավը կլինի, քան հավաքականի, որովհետև հանգստից հետո են մեր տղաները այդ դիսբալանսը մենք ունենանք, բացի այդ մենք ունենք 5-6 շատ կարևոր ֆուտբոլիստ, որոնք մեր հետ չեն միացել վնասվածքների պատճառով, դա էլ է կորուստ։ Ամեն դեպքում ունենք խնդիրներ, բայց կարծում եմ, որ մենք լավ աշխատանք ենք տարել այսքանի օրը եւ պետք է հասկանանք այս աշխատանքը ինչ արդյունք տվեց մեզ, ինչ չհասցրինք, ինչ հասցրինք, լավ վերլուծելու առիթ է։ Ես առաջի հերթին բացի արդյունքը, որը դե կարևոր է մեր համար, բայց առաջնահերթ չի, առաջնահերթ ես շատ բան ուզում եմ հասկանամ ինչև աշունը, որովհետև ընկերական խաղերում արդյունքը կարող է տարբեր լինել եւ այդ արդյունքը մեզ պետք չէ, որ խանգարի մեր այն ուղին, ինչով մենք շարժվում ենք դեպի աշուն։ Վարվարա Հայրապետյան, Armenpress լրատվական, պարոն Մելիքյան, ինչպես ընտրությունը կանգ առել Ղազախստանի եւ Մոլդովայի վրա, հա, մեր ցանկությամբ է թե այլ պատճառներով։ Դե ասեմ, որ Ղազախստանը ի տարբերություն այն տարիների այս տարի այս թիմը ուժեղ թիմ է, համեմատաբար այն տարիներին, որը հավաքականը հանդես է եկել եւ ինքս խաղացել եմ որպես խաղացող իրենց դեմ, այս թիմը ավելի ուժեղ է եւ մեզ պետք է համապատասխան թիմ, որը մեզ աշունն է սպասում, պլյուս մինուս իրենք նման են, մի քիչ կարող է, պլյուս մինուս այո, Մոնտենեգրոյի եւ մնացած այլ մեր մրցակիցների, դա համար ընտրել ենք ոչ շատ ուժեղ, ոչ միջին, ոչ թույլ, նորմալ թիմ, որը որ մեզ խնդիրներ կստեղծի ընկերական խաղերով, որ մենք մեր խնդիրները տենանք։ Եվ ասում եք, հարց UEFA-ն փոխում է ազգային լիգայի ձևաչափը, ես կուզենայի լսել ձեր կարծիքը, ինչ է այն իրենից ներկայացնում։ Ճիշտ ասած, շատ չեմ խորացել այդ հարցում։ Ես ներս այնքան հարցեր ու խնդիրներ ունեմ կառուցելու թիմ, աշխատանք, խաղ, ոնց առաջարկեն, այնպես է կմտնենք առաջություն։ Պարոն Մելիքյան, հայտարարությունում Արտյոմ Բանդիկյանը որպես պաշտպան է ներկայացված, բայց Արմեն Գյուլբուդաղյանցն էլ ասում էր, որ Բանդիկյանը ավելի շատ նախընտրում է հենակետային կիսապաշտպանի դիրքը։ Նայում ենք երկուական եզրային պաշտպաններ կամ լատերալներ ունեք, արդյոք Բանդիկյանին հենց այդ դիրքում եք նախընտրում, թե ամեն դեպքում պաշտպանություն։ Դե ինքը ավելի շատ իր ոճը պաշտպանողական է, ոչ թե հարձակողական, եւ եթե նայենք համար 6 կամ նայենք լատերալ, այդ ոճն էլ է պաշտպանողական, դա համար պաշտպանների շարքում է ինքը։ Եթե ճիշտ կարողացա բացատրել։ Նե լատերալ, ապորնի, հենակետային, դա էլ է իմ համար պաշտպանողական ֆունկցիաների մեջ մտնում։ Հրեժաղեկյան, պարոն Մելիքյան, արդյոք ձեր տեսադաշտում կային այլ խաղացողներ, որոնց կցանկանայիք տեսնել հավաքականում, փորձարկումներ իրականացնել։ Դե մենք չունենք այդ ռեսուրսը, ինչ ունենք, հավաքում ենք, չեմ կարծում, որ ինչ-որ մեկին բաց թողում ենք արել կամ հրավիրել ենք չեն եկել, այս է մեր այսօրվա հնարավորությունը եւ իրենց հետ շարունակում ենք աշխատել։ Պարոն Մելիքյան, ինչ կասեք Էդգար Սևիկյանի մարզավիճակի հետ կապված, նա պատրաստ է հենց մեկնարկային րոպեներից դուրս գալ։ Սևիկյանի մասին է, հա։ Նայեք, Սևիկյանի հրավերին քննարկումներ են եղել, ես պարզաբան եմ, եւ ինչքան ես աշխատում եմ ազգային հավաքականում, ես տենում եմ խնդիրները, եւ խնդիրներից մեկը դա կան ամբուլաներ, որտեղ որակի պակաս կա,
Իսկ մենք լավ գիտենք, որ Սևիկյանը որակ ունի եւ այն տարիքում է, որ մի քանի տարի մեզ կոգնի հավաքականին իր որակներով, այո, այսօր իր մարզավիճակը լավ չէ, ունի խնդիրներ, բայց եթե ինքը պոտենցիալ ունի եւ վաղվա մեր օրվան պետքական ֆուտբոլիստ է, մենք պետք է ինչ-որ կարող ենք օգնել, որ այսօր եթե մենք ուշադրություն չդարձնենք, վաղը մենք իրեն չենք տենա։ Դրա համար ավելի շատ մենք նայում ենք ստրատեգիչեցկի, ոչ այսօրվա օրվա համար։ Պարոն Մելիքյան, մենք շատ հաճախ խոսում ենք նրա մասին, որ ինչ որ ֆուտբոլիստների ֆունկցիաներ, որոնք լավն են, գործողություններ կորցնում ենք, երբ ստիպված հարկադրաբար օգտագործում ենք այլ դիրքերում, օրինակ Էդուարդ Սպերցյանի պարագայում։ Հիմա մենք ունենք Արամ Խամոյան եւ Կարլեն Հովանեսյան կենտրոնական կիսապաշտպանների դիրքում եւ Բելարուսի հետ խաղում օրինակ ինչ որ հատվածում Կարլեն Հովանեսյան Ասկարյան զույգներ, հիմա Ասկարյանը չկա եւ նրա փոխարեն կա շատ լավ մարզավիճակում գտնվող Խամոյան։ Արդյոք դուք Սպերցյանին ինչ որ պահի կտակ այդ ազատությունը նրան արժևի գծում շատ ավելի հանգիստ գործելու, քան այդ box-to-box պարտականությունները կատարելու։ Ու առայժմ փորձարկում ենք։ Մենք հավաքական հրավիրել ենք այսօրվա օրով լավագույններին եւ աշխատենք փորձենք տարբեր դիրքերում, այո, եւ գտնել լավագույն ուղղությունը, բայց առայժմ դու կանոններ եք տալի, որոնք հավաքականին նորեկներ են եւ ինչ-որ կտրուկ քայլեր չի փորձի, աստիճանաբար կհասկանանք, որ ֆուտբոլիստները ինչքանով կարող են հավաքականին օգնել, մենք դրա ժամանակը ունենք։ Մենք խոսում ենք ֆուտբոլիստերի մասին, որոնք խաղում են Հայաստանի առաջնությունում։ Հայաստանի առաջնությունը այն ցուցանիշը չի, որ կարող ես մի անգամից ստանալ, եթե այստեղ խաղում է եւ ազգային հավաքականում տարբեր մակարդակներ են։ Դրա համար այդ ամեն ինչը մենք պետք է հաշվի առնենք։ Եթե իրենք Հայաստանի առաջնություն լավն են, դա պետք չի մի անգամից հիմք վերցնել եւ մեկնակային կազմ։ Պետք է հասկանալ արդյոք լավն են այդ մակարդակում, այդ էլ ժամանակ է ուզում։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան, կցանկանայի իմանալ արդյոք առանձին զրույց ունեցել եք Ալաշկերտի գլխավոր մարզիչ պարոն Գևորգյանի հետ եւ ձեր միջև ամեն ինչ հարթվել է, հաշվի առնելով վերջին շրջանում ձեր երկուսի միջև արկա հերավար փոխհրաձգությունը, պայմանավորված այս հավաքին Ալաշկերտի ոչ մի ֆուտբոլիստի հրավեր չստանալու հետ կապված։ Վայ Գևորգյանի հետ ընդհանրապես չի եղել ոչ մի բան եւ ես ոչ մի անգամ ոչ մի ասուլիսում ոչ մի բան չեմ ասել Վայ Գևորգյանի եւ Ալաշկերտի մասին, չգիտեմ որտեղից գիտեք, չկա նման բան։ Ինչ որ Վայ Գևորգյանն է խոսել, իր կարծիքը ասել, դա իր տեսակետն է։ Բայց ես չեմ միջնային, ես ճանապարհ անցած մարդ եմ եւ ֆուտբոլիստ եւ մարզիչ, ես ունեմ իմ աշխատանքը եւ ես գիտեմ ես որտեղ եմ գտնվում եւ չեմ գնա այն դաշտ, որտեղ ինձ ավել բան կարող եմ թույլ տալ։ Ես իմ գործով եմ զբաղվում։ Գագի Գեզարյան, դուք այս տարի հայտնել եք, որ պետք է ավելի շատ աշխատանք տանեք, որպեսզի հավաքականը բարձրացեք նոր մակարդակի։ Եթե գաղտնիք չի, ինչ աշխատանք եք տանում, արդյոք օրական 2 անգամ մարզում եք անցկացնում կամ այլ ձև եք անում այդ աշխատանքը։ Այո, շնորհակալություն։ Ասեմ, որ այո, ես վերցրել եմ ընդունել եմ այս պատասխանատվությունը, այս հրավերը, այս խնդիրներով թիմը եւ աշխատում եմ եւ չեմ կարող
խոսք տալ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կլինի։ Ես այդ կախարդական փայտիկը չունեմ գալ արագ ամեն ինչ որոշել եւ իդյանից շատ բան չսպասեք, բայց վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ այդ խնդիրները լուծելով շարժվում ենք առաջ։ Երիտասարդ թիմ ունենք, ես չեմ ուզում բարձր խոստումներ կատարեմ կամ ինչ-որ ես ունեմ հավատք, հավատում եմ, որ մեր մոտ ամեն ինչ լավ կստացվի, ժամանակ է պետք է համբերեք, սերնդափոխություն է կատարվել եւ չհաշված այն խնդիրներին եւ սերնդափոխությունը այդ ամենը ժամանակ է ուզում։ Այս թիմը տա Աստված, որ եւ այս տարի մեր մոտ լինեն հաջողություն, ես առաջինն եմ, որ դրա մասին շատ եմ մտածում, բայց չեմ հուսահատվի, եթե այս տարի ինչ-որ մի բան մեր մոտ չստացվի, որովհետեւ ես չեմ կարող շատ արագ այդ ամեն ինչը եւ սերնդափոխություն եւ թիմ կայացած եւ այլն ֆունդամենտալ աշխատանք ունենանք այս տարի։ Համբերություն եւ վաղ թե ուշ կլինի այս տարի թե մյուս տարի, բայց 2-3 տարի հետո այս թիմը լավ թիմ կլինի, որը կգնա հստակ արդյունքների։ Համբերություն կունենաք, ես կտանեմ, եթե չէ, մյուս մարզիչը կգա եւ կտենա, որ այս թիմը ճիշտ ճանապարհով է աշխատել եւ կշարունակի մեր գործը։ Աշխատանք տարվում է եւ երկու պարապմունքել է լինում եւ պրակտիկա եւ թեորետիկի աշխատանքներ շատ են տարվում։ Կան այլ հարցեր։ Ամիսներ առաջ ասուլիսի ժամանակ դուք ասացիք, որ Հրանտ Լեորանոսին խորհուրդ եք տվել, որ փոխի ակումբը, որպեսզի խաղային պրակտիկա ունենա, փոխեց գնաց Braunschweig, բայց էլի տպավորությունը ոնց որ իրեն հարմար թիմ չի գտել։ Ձեր կարծիքն է հետաքրքիր, ինչքանով է նա հարմար այդ թիմին, միգուցե այնտեղը չէ, որտեղ կարող եք պատասխանել այս հարցին, բայց ամեն դեպքում կարծում եք էլի պետք է ինչ-որ բան փոխվի նրա մոտ, որովհետև կայունություն չկա նրա խաղում։ Դե ամեն ինչ ասեցիք, այո, փոխեց եւ կայունություն չկա եւ այս տարի մեկ գոլ չի խփել ինքը։ Ես իր մոտ տենում եմ ավելի շատ անկում, չեմ պրոգրես, բայց ինչքանով կարող ենք մենք իրեն օգնում ենք, որ ինքը հետ գա։ Կարող է ես շատ երկար չկարողանամ սպասեմ, որովհետեւ սա մրցանուկ կոնկուրենտասպասողնի թիմ պետք է լինի։ Ինչքան կարող եմ ես իմ օգնությունը տալիս եմ, բայց դե ինքը պետք է մտածի իր պրոգրեսի մասին։ Պարոն Մելիքյան, նախորդ խաղում Բելարուսի դեմ խաղում, երբ փոխարինման մտավ Արտուր Սերոպյանը, մեծ ակտիվություն մտցեց խաղի մեջ եւ մի քանի անգամ անհանգստացեց մրցակցի պաշտպաններին եւ դարպասապային եւ խոսեցինք, որ Ռանոսի մոտ, այսպես ասած, կայունություն չենք նկատում, հնարավոր է, որ այս երկու ընկերական խաղերում Սերոպյանին տեսնենք մեկնարկային կազմում։ Այո, դե գիտեք ինչ կա, Ռանոսը իմ համար որակով ֆուտբոլիստ է, այո, մարզավիճակ չունի, դժվար է, բայց իրենք մեր ֆուտբոլիստներն են, իմ ֆուտբոլիստներն են, ես չեմ կարող պետք է օգնենք հետ գան։ Մենք որակներ ունեն, պետք է օգնենք հետ գան։ Այո, եւ Ռանոսին եւ Արտուրին կտեսնենք այս երկու խաղում խաղալուց ֆուտբոլ հավաքականը։ Mr. Melikan, I hope you wouldn't mind if we ask in Russian. Рада видеть вас. Рада видеть вас. Да, на русском. Рада видеть вас и рада быть в Ереване. Спасибо большое за гостеприимство и такой прием. Казахстана. Что вы думаете о сборной Казахстана? Насколько сильно изменилась за это время наша сборная? И в частности вопрос про Дастана Сатпаева, молодой форвард. У нас есть, он скоро переходит в Челси. Как вам кажется, может ли Дастан Сатпаев повторить путь других армянских футболистов, конечно, которые уже заявили о себе на европейской футбольной арене?
Здравствуйте, спасибо большое. Рад, что вы у нас в гостях. Будьте хорошим настроением до завтра, а завтра постараемся портить, извините, если получится. Но это будет для нас очень сложно, потому что действительно у вас хорошая сборная, мы изучили хорошо. И могу сказать, что ваша команда нам создаст проблемы, потому что он в последнее время в подъеме, и много у вас хорошего результата был. Да, вы нас создадите проблем. Но мы тоже хорошо готовились и постараемся ответить также и создать вашу команду проблем. Посмотрим завтра, у кого как получится. Но насчет футболистов, не только он, у вас есть другие хорошие еще футболисты, у вас подбор игроков хороший, играют хорошие места, и да, индивидуальные тоже хорошие игроки у вас есть, которые могут себя проявить, и у вас кроме индивидуальной есть и командное действие, и в общем команда тоже играет хорошо. Պարոն Մելիքյան, կցանկանայի իմանալ, երբ որ դուք գրեթե 9 ամիս առաջ ստանձնել եք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, այդ ժամանակ ինչ եք պատկերացնել եւ ինչպիսի հավաքական եք ֆուտբոլային ու կազմի տեսանկյունից ցանկացել տեսնել, ու այս պահի դրությամբ քանի տոկոսն է այդ վերջակետի ձեզ հասել թիմը։ Ասեմ, որ ես մինչ իմ ընդունելը ես գիտեի, որ պրոբլեմներ կան ազգային հավաքականում, բնականաբար դրա համար փոփոխություն եղավ եւ ինձ հրավիրեցին, բայց երբ մտա ներս ես ավելի շատ պրոբլեմ տեսա, քան պատկերացնում էի։ Ամենակարևորը ես չեմ վախենում պրոբլեմներից, ես վեկալում եմ իմ վրա պատասխանատվությունը եւ իմ թիմի հետ, իմ ֆուտբոլիստների հետ շարժվում ենք առաջ։ Միտեղ ինձ ոգևորում է եւ վստահություն է տալի իմ ֆուտբոլիստների մոտեցումը գործին եւ նվիրվածությունը։ Մենք միասին կարող ենք հարցեր լուծել ապագայում։ Մենք process-ի մեջ ենք, արդյոք ինչ ենք հասցրել անել, այս երկու խաղն էլ ցույց կտան, որ կարող եմ այդ հարցին ավելի հստակ պատասխանել։ Շնորհակալություն։ Կան հարցեր այլ։ Եթե չկան, շնորհակալություն։
Որոնը նավսին մեծ է, մտնում վստահ բայց ես այս խոտի վրա այս խոտի վրա ես խաղայ Չէ, ջեբեի համակին չեմ ջեբեի համակին Բողջում Աբուբյանից իչեն է, մեկ իսմա պրոբի է Եսում իչեն կաղակաջով Չեմ իշում կաղեց է մարվում Բայց որշում եվրո գավատի հետ կապած դեպորի առաջնության Ադարի առաջնության խաղը Նոայի Եթե որ բիվշեի մերսին զաղկյանք Եվրոպա հինգրատը ուր կայնում ես